Խայլակար օրը Շրի Լանկայում։ Օրը սկսվեց առավոտյան Շրի Լանկայի նախաճաշով։ Իսկ հետո այս զվարթ տուկտուկով շարժվեցինք դեպի Դամբուլը։ Այստեղ տեսնում ենք մեր ավտոբուսը, որով պետք է անցնենք 2 ժամ ճանապարհ։ Որոշեցինք սպասել հաջորդին, բայց վարորդը ստիպեց մեզ նստել ասելով կա 2 տեղ։ Սուրենը նստեց վերջում, իսկ ես մեջտեղի հատվածում։ Սա մեր առաջի փորձն էր։ Վերջապես հասանք Քենդի քաղաք, որտեղ ամենահայտնի վայրը Սուրբ Ատամի մասունքի տաճարն է։ Այստեղ ընդունված է տաճար մտնելուց գրել փակ հագուստ։ Ի դեպ, քանի որ տաճարը մեծ նշանակություն ունի, ստուգեցին նաև մեր իրերը։ Կոշիկները թողնելով նախատեսված վայրում մոտեցանք գլխավոր մուտքին։ Պարզվեց տոմսը 2000 ռուպի է։ Որոշեցինք տաճարի փոխարեն գնալ City Tour-ի, բայց բախտներս այդքան էլ չբերեց։ Այցելեցինք ընդամենը 2 վայր, ահա Քենդի վերևից եւ ինչ որ տարօրինակ շուկա։ Երկար բանավեճից հետո պարտվեցինք եւ խնդրեցինք մեզ տանել գնացքի կայարան։ Այստեղ երջանիկ ենք, որ սա մեր գնացքը չէ։ 1 ժամ անց հասանք Կամպոլա քաղաք։ Ահա այս արտարակի համար էինք ժամանել այստեղ։ Տուկտուկով բարձրացանք վերև ճանապարհին հանդիպելով կապիկներին։ Վարորդը մեզ տվեց 40 րոպե ժամանակ բարձրանալու եւ իջնելու համար։ Այստեղ նեղլիկ ճանապարհով փորձում ենք բարձրանալ վերև, հպարտանում մեր տեսած տեսարանով։ Նորից փորձում նեղլիկ ճանապարհով իջնել ներքև, կրկին հպարտանում։ Մարիան փորձում է 3567 մետրից ցած նետվել։ Ամբողջի միջով փորձում ենք ճողոպրել դեպի ներքև եւ ահա մենք նորից գնացքի կայարանում ենք։ Ժամը 6-ին գնացքը ժամանեց, մեզ սպասում էր 3 ժամ ճանապարհ։ Գնացքի վաճառականից գնացի անհայտ ցակման կաբլի։ Երբ արդեն ջունգլում էին, գնացքը կանգնեց, կես ժամ սպասելուց հետո պարզվեց, որ երկաթգիծը վնասվել է։ 1 ժամ անց շարժվեցինք։ Գնացքը շարժվում էր դանդաղ, որպեսզի դուրս չգա երկաթգծից։ Արդեն կեսգիշեր էր, երբ հասանք եւ նստեցինք տուկտուկ ուղևորվելով առաջին իսկ պատահած հյուրանոց։ Ահա մեր համարը, իսկ առավոտյան մեզ արդեն սպասում էր այ այսպիսի գեղեցիկ տեսարան։